Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն իր երկնային արքայությանը Երկրորդ Տիմոթեոս 4:18 Մեր մեծ թագավորի քաղաքն ակտիվ ծառայության վայր է։ Փրկագնված հոգիները ցերեկ ու գիշեր ծառայում են նրան իր տաճարում։ Նրանք երբեք չեն դադարում իրենց թագավորի բարեհաճ կամքը կատարել։ Նրանք միշտ հանգիստ են, երբ խոսքը վերաբերում է հոգսերից ազատ լինելուն, սակայն երբեք հանգիստ չեն, երբ խոսքը վերաբերում է ծուլությանն ու անգործությանը։ Ոսկե Երուսաղեմը նաև Աստծո ամբողջ ժողովրդի հետ հաղորդակցության վայր է։ Մենք մի սեղանի շուրջ ենք նստելու Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ հավիտենական հաղորդակցության համար։ Մենք զրուցելու ենք այն ընտրյալների ազնվական բազմության հետ, որոնք բոլորն էլ թագավորում են նրա հետ, ով իր սիրով և զորավոր բազկով նրանց ապահով տուն է հասցրել։ Մենք մեներկ չենք երգելու, այլ բազմաձայն երգչախմբով փառաբանելու ենք մեր թագավորին։ Երկինքը գիտակցված հաղթանակի վայր է։ Սիրելի քրիստոնյա, երբ էլ որ դու հաղթանակ ես տարել քո ցանկությունների նկատմամբ, երբ էլ որ դաժան պայքարից հետո գայթակղությանը մեռած ես թողել ոտքերի տակ, այդ նույն ժամին համտեսել ես այն ուրախությունը, որ սպասվում է քեզ, երբ Տերը սատանային կխորտակի քո ոտքերի տակ, Հռոմեացիս 16:20, և դու ավելի քան հաղթող կլինես նրա միջոցով, որ քեզ սիրեց, Հռոմեացիս 8:37։ Դրախտը ապահովության վայր է, երբ քո հավատքը լիակատար վստահություն ունի իր մեջ, ապա դա այն փառավոր ապահովության գրավականն է, որը քոնը կլինի, երբ դու երկնային Երուսաղեմի կատարյալ քաղաքացի կլինես։ Օ իմ քաղցր տուն, Երուսաղեմ, իմ հոգու երջանիկ նավահանգիստ, գոհություն նրան, ում սերը սովորեցրել է ինձ կարոտել քեզ, բայց էլ ավելի բարձր կգոհանամ հավիտենության մեջ, երբ կհասնեմ քեզ։ Համտեսել է խաղողն իմ հոգին, թանկագին Տիրոջ առատ պարտեզում, տենչում է անձն իմ հասնել այդ այգին, ուր ողկույզներ են հյութալի աճում, սովամահ հոգին իմ խնջույք կանի, կենդանի, ճշմարիտ այդ որդի վրա, անձն իմ հավիտյան տոն կկատարի, ճաշակելով քաղցր պտուղը նրա։